Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մայիսի 9-ին հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նրանք ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոտ հողի մոտ, ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել հաղթանակի օրվա մայիսի 9-ի առիթով, որում ասվում է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր նշում ենք համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը։ Այդ պատերազմը բռնկվեց Գերմանիայում և նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատված նացիստական գաղափարախոսության պատճառով, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը կամ ազգերի մի խումբը գերակա է մյուսի կամ մյուսների նկատմամբ, և աշխարհի բազմաթիվ ազգեր, պետություններ համախմբվեցին հակառակն ապացուցելու համար ու հաղթեցին։ Այդ հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը։ Խորհրդային Միության արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր այդ բոլոր հայրենակիցներին։ Այսօրը աշխարհը նաև առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի և նրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի ժողովրդի պետության ազատության և երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենևին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել ու այդ ճանապարհը լիարժեք անցնելու և անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջահայացություն և հետևողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ ու ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու և մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու և ընկալելու կարողություն։ Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ քննարկումներին։ Սա չափազանց կարևոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու և վերընթերցելու արդյունք է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատմական Հայաստանի մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում, Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու և այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը ու պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։ Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության և բարեկեցության մեջ ապրելու իրավունքը, և այդպես էլ պետք է լինի։ Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հանրապետության նախագահի ուղերձը հաղթանակի և խաղաղության տոնի մայիսի 9-ի կապակցությամբ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոնը։ Այս օրը խորին հարգանքով և երախտագիտությամբ խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ֆաշիզմի դեմ մղված արդար պայքարին։ Նրանք կռվեցին ոչ միայն իրենց երկրի, այլև ամբողջ մարդկության ազատության և արժանապատիվ ապագայի համար։ Հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ պատմական հաղթանակում։ 100 հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում, Խորհրդային Միության և դաշնակիցների բանակների կազմում, աննահանջ պայքար մղել, ցուցաբերել անձնազոհություն և հերոսություն։ Նրանց արյամբ ու քրտինքով կերտվել է այն հաղթանակը, որի շնորհիվ մարդկությունը ծանր ճիգով հաղթահարեց ֆաշիզմի կործանարար փորձությունը։ Այսօր, երբ աշխարհը կրկին բախվում է խաղաղության սպառնալիքներին, մեծ հաղթանակի դասերն առավել արդիական են։ Պատմության այդ ողբերգական էջերը հուշում են խաղաղության արժեքը, որ պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել։ Թող մեր վետերանների սխրանքն ու հիշատակը լինեն հավերժ, կենդանի, դառնան մեր ուղեցույցն ու ոգեշնչման աղբյուրը։ Թող երբեք չմռայլվի խաղաղ երկինքը մեր ժողովրդի գլխավերևում։ Շնորհավոր հաղթանակի և խաղաղության տոն։
Նորին Սուրբոծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով, որում ասվում է. Սիրելի ժողովուրդ, ի հայրենիս եւ իսփյուրս հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը եւ Շուշի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարեւոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքարումով եւ փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ եւ արժանապատիվ կյանքի համար, մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են 100 հազարավոր հայորդիներ խորհրդային միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով եւ բարոր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաեւ պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։ Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին եւ հայրենիքին պատուհասած արհավիրքների, Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով եւ միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ, արտխոնարհում բերելով մեր հերոսների համար հիշատակի առջև, ներշնչվենք նրանց պայծառ օրինակով եւ համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով եւ ազգաշահ իրագործումներով, հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով, հայրապետական մեր սերն ու օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին եւ աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին։ Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով եւ բարոր կյանքի համար եւ հայցում բարձրալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ, որում նշված է. Մայիսի 9-ը հայոց պատմության ամենահիշարժան ու փառահեղ էջերից է։ Տարբեր ժամանակներում հենց այս օրը հայությունը իրեն հատուկ արիությամբ, անվեհեր ոգով եւ անկոտրում կամքով կերտել է վճռորոշ ու պատմական հաղթանակներ։ Չնայած վերջին տարիների ցավալի շրջադարձերին, մայիսի 9-ը մենք շարունակում ենք հիշատակել որպես եռատոն, պահպանելով օրվա վեհ խորհուրդը եւ հավատալով մայիսյան հաղթանակների վերածննդին։ Այսօր հրապարակությամբ ենք հիշատակում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 1992 թվականին հրաշագեղ Շուշի քաղաքի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման մասին։ Ֆաշիզմի դեմ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում հաղթանակի ճանապարհը մենք անցել ենք պատվով, աննահանջ պայքարով, բայց եւ անդառնալի կորուստների եւ արյանգնով։ Առաջնահերթ ուզում եմ խոնարհումով հարգենք հանուն հայրենիքի մարտերում զոհված հայորդիների հիշատակը։ Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, կարևորելով յուրաքանչյուրիդ անգնահատելի ներդրումը, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ, որը ձեռք է բերվել նաև հայ ազգի անուրանալի մասնակցության շուրջ 600,000 հայերի անձնվեր պայքարի, մեծանուն հայ հրամանատարների ու մարշալների նշանակալի ծավանդի շնորհիվ։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալ լինենք Արցախյան ազատամարտում մայիսյան հաղթական դրվագներ կերտած ազատամարտիկներին, որոնց սխրանքները մեզ համար շարունակում են մնալ ուղենիշ եւ հայրենասիրության վառ օրինակ։ Սիրելի հայրենակիցներ, հաղթանակի, ազատության եւ խաղաղության տոնը մեզ համար թանկ ու կարեւոր խորհուրդ ունի։ Այն վաստակել ենք կյանքերի գնով եւ այսօր էլ շարունակում ենք պահել բազում խոչընդոտներով, պայքարով։ Միաժամանակ Արցախ աշխարհում հայոց եռագույնը կրկին ծածանելու լուսավոր տեսլականով։ Ուստի մաղթում եմ բոլորիս տոկունություն, համախմբում, ազգային ներուժի կենտրոնացում, հանուն մայիսյան հաղթանակների վերականգնման եւ ամբողջական հայրենիքի ամրապնդման։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ։ Շնորհավոր մայիսի 9-ը, հարգելի հայրենակիցներ, վստահ եմ, որ մեր փառահեղ հաղթանակների եւ ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու եւ միասին կառուցելու ենք ավելի հզոր եւ խաղաղ Հայաստան, ասվում է երկրորդ նախագահի ուղերձում։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով, որում ասել է, որ մայիսի 9 տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ, մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ եւ այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին, վերադարձնելու մեր հաղթական տոները, նշված է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի ուղերձում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում կայանալիք շքերթից առաջ անձամբ ողջունել է օտարերկրյա առաջնորդներին հրավիրված որպես հյուրեր նշելու հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Պուտինը հերթով դիմավորել է իր գործընկերներին, Կրեմլի դահլիճում պետությունների ղեկավարները փոխանակվել են ողջույններով եւ միասին լուսանկարվել։ Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցել ավանդական հաղթանակի զորահանդեսը։ Այս տարի լրանում է 1941-ից 45 թվականների հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Արարողությանը մասնակցել են ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ, նրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տոլամը եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Արարողությունը տևել է մոտ 2 ժամ, զորահանդեսը ղեկավարել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ շքերթն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելուսոսովը։ Զորահանդեսին ներկայացվել են ինչպես ռուսական վերջին մշակումները, այնպես էլ ռազմական տեխնիկայի դասական նմուշները, մասնավորապես T-34 տանկը, Tiger M զրահամեքենաները, Iskander M հրթիռային համակարգերը, C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը եւ Yars ռազմավարական հրթիռային համակարգերը։ Կարմիր հրապարակով անցել են նաեւ զորահանդեսի ստորաբաժանումներ 13 երկրներից, դրանց թվում Չինաստանից, Եգիպտոսից, Ղազախստանից, Ուզբեկստանից եւ Մյանմայից։ Արարողությանը հրավիրված են եղել երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Հայաստանից, Իսրայելից, Մոնղոլիայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մայիսի 9-ը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն պատմական հաղթանակի օր է, այլև խոնարհումի պահ հերոսների, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազատության եւ խաղաղության հաղթանակին։ Այդ հերոսների թվում է նաեւ Հայկ Ստեփանյանը, Արամուսի հողում ծնված հայորդին, որի անունը հպարտությամբ է հիշում նրա սերունդը։ Նա ոչ միայն մասնակից է եղել մեծ հայրենականին, այլև դարձել է դրա կենդանի վկայություններից մեկը, կռվելով ամենաթեժ ճակատներում, պատվով, առաջնորդելով իր զինվորներին, վերադառնալով անգամ ծանր վիրավորումից հետո նորից կանգնելով հայրենիքի պաշտպանության սուրբ գործի առաջնագծում։ Այսօր հաղթանակի օրը կարևոր նշանակություն ունի նրա թոռնուհու Անուշ Ստեփանյանի համար։ Եվս մեկ առիթ է հիշելու, պատմելու եւ հավերժացնելու այն ճանապարհը, որն անցել է պապը Հայկ Ստեփանյանը հայրենասիրության, արիության շնորհիվ։ Պապիկիս մարտական ուղին անցնում է Կուրսկ-Արիոլ աղեղով, Բելարուսիայով, Լեհաստանով, հասնելով մինչև Բեռլին։ Նա միշտ առաջնագծում է եղել, կարողացել է կազմակերպել հարձակողական գործողություններ, քանդելով թշնամու պաշտպանական համակարգեր եւ վաստակրելով կարևոր նշանակության ռազմավարական դիրքեր։ Հայկ Ստեփանյանը իր սխրանքների մասին երբեք չի խոսել, չի պատմել մարտական ուղու մասին։ Նրա մասին Անուշը իմացել է ընտանիքի անդամներից, զինակից ընկերներից եւ համագյուղացիներից։ Այդ պատմություններով է այսօր թոռնուհին պատկերացնում պապի հպարտ կեցվածքը, համեստ հայացքն ու բարի ժպիտը։ Պապիկս ընտանիքում եղել է շատ հանգիստ, հավասարակշռված, խորը մտածող եւ չափազանց համեստ մարդ։ Նա երբեք չի խոսել իր սխրանքների մասին, բայց նրա պահվածքում զգացվել է զինվորականին հատուկ կարգապահությունը, խստապահանջությունը եւ ընդգծված հայրենասիրությունը։ Հայկ Ստեփանյանը դրսևորեց բարձր մարտական վարպետություն հարձակման ժամանակ 1945 թվականի ապրիլի 19-ին գերմանական պաշտպանության ճեղքման ընթացքում Օդեր գետի արևմտյան ափին։ Գերմանացիները բախվելով բատալյոնի արագ գործողությունների ուժին դուրս վտարվեցին ամրացան նախորոք պատրաստված դիրքերում։ Այս դիրքից գերմանացիներին դուրս հանելն ի սկզբանե բարդ խնդիր էր, սակայն Հայկ Ստեփանյանն իր վաշտով մթության ներքո 3 անգամ թիկունքից եւ թևերից ներխուժեց թշնամու դիրքերը, քանդեց նրա պաշտպանության համակարգը եւ իր խիզախությամբ ու քաջությամբ օգնեց ճեղքել գերմանական պաշտպանությունը, որը բաղկացած էր մի քանի ամրացված գնդացրային կետերով։ Հայկ Ստեփանյանը միայն պատերազմի դաշտում չէ, որ ծառայեց հայրենիքին, նա տարիներ շարունակ ծառայեց հայրենիքին նաև խաղաղ պայմաններում, որպես Աբովյանի շրջանի նախնական զինվորական պատրաստության մեթոդիստ եւ ռազմագիտության ուսուցիչ։ Նա իր փորձը, գիտելիքներն ու սերը հայրենիքի նկատմամբ փոխանցել է նաև իր սաներին։ Պապիկս իր գործունեությունը շարունակել է մանկավարժական ոլորտում, եղել է Աբովյանի շրջանի ժողկրթ բաժնի նախնական զինվորական պատրաստվածության մեթոդիստ եւ ռազմագիտության ուսուցիչ։ Պատերազմում
ձեռք բերած ողջ գիտելիքները, փորձառությունը նա հետագայում փոխանցել է իր սաներին, դպրոցականներին, սերմանելով հայրենասիրություն, քաջություն, խիզախություն։ Մինչև հիմա նրա աշակերտները հիացմունքով են պատմում նրա կազմակերպած դասերը, որոնք տեղի են ունեցել բնության գրկում, կազմակերպված սարի գրավում, կամ ինչպես են իրենք սովորել կրակել, մարտնչել, թաքնվել, պայքարել եւ հաղթել։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է բարձրաձայնել մեր հերոսների անունները, վերապրել նրանց պատմությունները եւ փոխանցել այդ ժառանգությունը սերունդներին։ Եթե նրանց մասին մենք չպատմենք, ինչպես ասում են, նրանք կմնան լուռ անուններ տապանակարերի վրա։ Իսկ այդպիսի մարդկանց օրինակները պետք է շատ լինեն, շատ հնչեն, այդպիսի հերոսները պետք է ապրեն մեր օրերում, մեր պատմության մեջ, մեր շուրթերում, մեր դաստիարակության մեջ, ինչի կարիքը հիմա առավել քան կա, որովհետև այս օրստորե դեգրադացվող հասարակության մեջ մենք պարտավոր ենք հերոսների անունները հաճախակի բարձրաձայնել, հերոսների նկարագրի մասին հաճախակի խոսել, օրինակներ բերել նրանց, որովհետև մենք այլ կերպ ապրելու, այլ կերպ մտածելու եւ այլ կերպ գործելու իրավունք չունենք, եւ որքան էլ պատկերը երբեմն այլ բան է հուշում կամ իրականությունը, մենք չպետք է մոռանանք, որ սերում ենք հայկից։ Իսկ մեր ազգին խիստ բնորոշ են ազնվությունը, աշխատասիրությունը, ստեղծարարությունը, անպարտելիությունը։ Ուրիշ բաները մեզ հետ կապ չունեն։ Հայկ Ստեփանյանի թորնուհու խոսքով նրա կյանքը իրենց ընտանիքի համար եղել է ոչ միայն պատմություն, այլև ուղեցույց։ Նա սովորեցրել է, որ իսկական հերոսը խոնարհ է, վճռական ու համեստ։ Նրա անունը չի մնացել միայն տապանակարին քանդակված, այլ հնչում է մեր պատմության մեջ որպես օրինակ ուժի, խիզախության եւ հայրենասիրության։ Քանի մենք հիշում ենք, նա շարունակում է ապրել մեր սրտերում, մեր խոսքում եւ մեր գործերում։ Այսօր հաղթանակի օրը մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ եւ ամերիկացի հերոսներին, նրանց խիզախության եւ զոհաբերության մասին։ Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ուղերձում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհավորական ուղերձ է տարածել, որում ասվում է. Շնորհավորում ենք մայիսի 9-ի հաղթանակի օրվա Շուշիի ազատագրման Արցախի պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։ Այս եռատոնը խորհրդանշում է պայքարի համառության եւ մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության եւ արժանապատվության անբաժանելի մասն է։ Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելու դարձնելու եւ ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունից, բայց հենց այսօրը մեզ հիշեցնում է հաղթանակները հնարավոր են, երբ կա միասնականություն, հավատ եւ գործողություն։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակելու է իր պայքարը հանուն արդարության, անվտանգության եւ Արցախի հայության հավաքական ու պատմական իրավունքների վերականգնման հարգման։ Մենք խորապես համոզված ենք, ամեն բան դեռ ավարտված չէ։ Պայքարը շարունակվում է եւ այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն, հիշելով մեր անցյալն ու վստահ լինելով մեր ապագայի վրա։ Մայիսի 9-ի եռատոնը մեզ համար ոչ միայն փառավոր անցյալն է, այլև ապագայի հավատի հենասյունը։ Խլացուցիչները վերասարքավորելով վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը խիստ եւ հետեւողական։ Վարչական իրավախախտումները վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը վարչական պատասխանատվությունը նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 պատիկի չափով։ Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում բարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։ Ավելին, ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր նախադեպը չունեցող մոտեցում գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։ Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Այնուհետև գործի ներգրավում է փորձագետը ենթարկում է զննության տրանսպորտային միջոցները եւ հաստատում վերասարքավորված լինելու հանգամանքը։
Փորձագետների ներգրավումը իրավական տեսանկյունից ավելի անխոցելի է դարձնում ոստիկանության վարչարարությունը։ Բացի այդ, վարչական ակտը դառնում է առավել հիմնավոր եւ հասցեատերերի համար համոզիչ։ Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո բարեկային ծառայության կողմից վերցվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը եւ վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր 10-օրյա ժամկետով։ Այնուհետև վարորդի կողմից 10-օրյա ժամկետում թերությունը վերացնելու պարագայում ներկայացում են համապատասխան ապացույցներ եւ վարորդին վերադարձվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը։ Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն 8։ Հարգելի վարորդներ, մի վերասարքավորեք խլացուցիչները եւ պահպանեք երթևեկության կանոնները։ Հայտնի է Հռոմի Նոր Պապի անունը։ Հռոմի Նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։ Նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։ Վերցրել է Լեո 14-րդ անունը։ Ունի մաթեմատիկական կրթություն, ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան։ Ձեռնադրվել է քահանա 1982 թվականին։ Վերադարձել է Միացյալ Նահանգներ 90-ականների վերջերին եւ շուտով դարձել Ավգուստինյան օրդենի գլխավոր պրիորը։ Եպիսկոպոս է ձեռնադրվել 2014 թվականին Ֆրանցիսկոս Պապի կողմից, իսկ 2020 թվականին նշանակվել առաքելական կառավարիչ Պերուում։ 2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսին, այսինքն ավագ կարդինալի աստիճանի։ Պատմության մեջ առաջին պապն է Միացյալ Նահանգներից։ Հռոմի նորընտիր պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված իր առաջին ելույթով. «Ես Սուրբ Օգոստինոսի որդին եմ, ավգուստինացի, բայց ձեզ հետ քրիստոնյա եմ, եւ այս առումով մենք բոլորս միասին պետք է գնանք դեպի ճշմարիտ հավատքը, որի համար Աստված պատրաստել է մեզ։ Թող ամենակարող Աստծո, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու օրհնությունները լինեն մեզ վրա եւ միշտ ձեզ հետ լինեն», ասել է նա։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակի Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր Լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ տանող ավտոճանապարհը Ստեփան Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։